Մերոնք գետեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Նախորդ ամիսները ավելին ասեմ, մի տևական ժամանակ ինձ օգտատերերը գրում են «Էս չէր քու Սամվել Բաբայանը»։ Մի երկու անգամ անդրադարձա ասացի, ինչ եք ուզում ինձանից, Սամվել Բաբայանը ինքն է որոշում, ինչ է անում, բայց չէ, էս ինչ արեց, Վանեցյանի հետ միացավ, բա եւ այլն եւ այլն։ Այսօր խնդրել եմ պարոն Բաբայանին գա եթեր եւ տեսնենք թե ինչ եք ուզում եւ ինչ բարձաբանումներ կան, ինչ տեղի ունեցավ։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ, որ չմերժեցիք։ Չգիտեմ, այնքան հարցեր կան կուտակված, դեռ մի կողմ դնեմ, այդ հարց տվողները կամ գրողները մի մասը գուցեև չարախոսություն, մի մասը չգիտեմ, նախանձից տարբեր են, բայց ուզում եմ հասկանալ այդ վերջին ընտրություններին իրոք դուք Վանեցյանի հետ ինչ գործ ունեիք եւ ինչն էր նպատակը, այդպես էլ խնդիրը ուրախ եմ հարցի համար, որ մարդիկ մտահոգվում են, բայց ճիշտ չեն ձևակերպում միտքը, առաջի հերթին ես այդ կուսակցության ղեկավարը չեմ, ես խորհրդի անդամ եմ, կուսակցության կառույցը Էջմիածինում որոշում է կայացնում տվյալ անձին օգնելու, որ ներկայացված է լինում Վանեցյանի կուսակցությունից։ Ես էլ պարտավոր եմ այդ կուսակցության կարգ ու կանոնին ենթարկվել եւ իր հետ համահունչ օգնել այդ անձին։ Էլի պարոն Բաբայան, առանց ձեր իմացության իրանք ուղղակի որոշում են, դուք էլ պարտավոր եք օգնել։ Նայեք, խորհրդի կազմը 7 հոգի է, 7-ից մեկը ես եմ։ Ըմ 6-ը եւ կառույցի դիմումը, որ խնդրում են, որ իրանց հնարավորություն տալ, որ այդ Էջմիածինի կառույցի առաջարկով տվյալ անձին օգնեն, որն էլ եւ որոշումը կայացնում են, ես էլ պետք է օգտակար լինեմ, ինչքան կարող եմ։ Զուտ անհատին օգնելու, մենք որոց է միացում չի եղել, որոց է միասնական, չգիտեմ, տենց բանը չի եղել, ես դա բարձրաբանել եմ։ Բարի, պարոն Բաբայան, տեսեք, այս ընթացքում անընդհատ ձեր մասին ասում են։ Խորխորին սպանելու պատվերը դուք եք տվել Խորխորունուն, չգիտեմ, էլ ինչ եք արել, էլ ում չեք բռնաբարել, Ստեփանակերտում բռնում էիք, մի խոսքով ուզում եմ հասկանալ, եկեք բարձրաբանենք, իրականում, այնպես չի հերո ձեզանից, եթե դուք սպանությունը կազմակերպել եք, պիտի ասեք, չէ, չեմ կազմակերպել, հո չեք ասելու կազմակերպել եմ։ Ես հասկանում եմ, չեմ ուզում տխմար հարց տամ, բայց հետաքրքիր է ինչքանով, ինչ է կատարվում, ինչու է այդպես։ Կա քննչական մարմին, կա դատախազություն, կա դատարան։ Եթե ինչ-որ մեկը հանցանք է կատարել եւ մեկը հաղորդում է տվել, որ այդ հանցանքը կատարել է Սամվել Բաբայանը կամ թիկունքին կանացած է, նրանք պետք է քննեն, դատեն, տանեն դատարան եւ վերջ։ Այսինքն ձեր հետևից չեն եկել։ Հիմա չեն ասում, ասեք, մեղադրում են Խորխորունուն սպանելու։ Իմ հետևից ոչ մեկը չի եկել, իմ հետևից ինձ հրավիրել են, հարց են տվել, ոնց է եղել, ինչ է եղել այս մարդիկ։ Ոնց այն ինչ հարց է տվել են, պատասխանել եմ, ես էլ այս վերջերք իմացա, որ դատարանն է տնային կալանքատվել, հետո տնային կալանքն են փոխել, տվել ազատ։ Այդ անձին մտան, որին ասել են, որ խփել է կամ պատվիրել է։ Այսինքն այն մարդը ով ասել էր իբր թե դուք եք, թե որ ասում եք ձեր մարդը։ Իբր թե իբրև նա իմ սենց պահակային խմբից է, թե ինչ պահակային խումբ է, թե ինչից են ուզում խոսեն, կառուցվածքային, որտեղ շտաբի շենքը պաշտպանության համար կա ռոտա, վաշտ, որտեղ որ մարդ ծառայել է։ 99 թվականին սեպտեմբեր ամսին ազատվել է այդ պաշտոնից։ Այդքան, նրանից հետո Հայաստանի քննչական մարմնին ենք հանձնել, այդ մարդկանց, ում որ ցանկացել են ու եկել են 4-ին կանոն տվել, այդ մարդիկ բերել են Հայաստանի քննչական խումբ, եկել են բերել Հայաստան, քննել 6-7 ամիս քննությունից հետո ազատ արձակել։ Բայց այսպեսի մի հարց, պարոն Բաբայան, տեսեք, ես ձեզ լիցուկ օրինակ եմ բերում, մեղադրում եմ, ասում եմ դուք Խորխորունու սպանությունը կազմակերպել եք։ Ասում եմ, հիմա դուք ինձ դատի չեք տալու, ասեք, հələ արի պատասխան տուր, ապացուցի, ես ինչ ես ասում։ Դուք այդ գրողներին կամ այդ հայտարարություն տարածողներին, չգիտեմ, չեք դիմել պատգամարմիններին։ Երկու անգամ դիմել են քննչական, որ այդ մարդին, այ կոնկրետ ասած անձին կանչեն քննության, հասկանան լավ վերջով
եթե տեսել ես կամ գիտես որտեղ, մարդիկ ասեն դե քրեական բան չկա։ Այսինքն իրանք են պատվիրում, իրանք են գիտեն, որ դա սուտ է, բայց քանի որ դա շոու է, իր Աստվածելաբաբանը մասնակցելու է այս գալիք ընտրություններին, դա մարդիկ պիտի փորձեն վարքաբեկեն։ Սա է կատարվելու, ինչ ոչ մի բան։ Պարոն Բաբան, միջև ընտրություններին հասնելը իհարկե։ Դե ասում ես ինչ են արել, ես քեզ ասում եմ։ Ուզում եմ ասել, բացեն դուք դիմել եք Չեն ու երկու անգամ պաշտպանս դիմել է, դիմումով, քնչական երկու անգամ էլ մերժել են, մեկ մարդ կա, ասում է, ես տեսա, որ չգիտեմ, Մանվել Գրիգորյանը գնդակը արեց, պարոն Բաբանն էլ եկավ, կոնտրոլնի խփեց։ Հա, հիշում եմ, մի աղջիկ էր ինչ։ Հա, հիմի ասում եմ, լավ, եթե այս երկրում օրենք կա, քնչական մարմին կա, մարդը ուղիղ ասում է, ես տեսա։ Հիմա այդ մարդու խի չեն կանչում քննության, մեզ կանչեն, ինձ կանչեն, ասեն այդ ոնց է եղել, ինչա։ Ըստ դա չեն ասում նրա համար, որ դա շոու է, մենք կներեք, ես միշտ այդ բառը օգտագործում եմ իմ ընկերներն էլ դուք էլ ասում եք, մի ասեք ցիրկա։ Մենք ցիրկի մեջ ենք ընկեր, ցիրկա։ Եթե ցիրկ չլինի, պետք է այդ օրենքով դրանց խիստ, եթե ես եմ մեղավոր իրոք արել եմ, ինձ դատեն, եթե ես չեմ մեղավոր սդումա, պիտի նրան դատեն։ Ոչ նա են անում, ոչ նա լավ, ինչ եզրակացության կան։ Գոհագի աղբեր շպրտում, ցեղ շպրտելու, լավ, ձեր ասած ցիրկն է։ Գանք ցիրկի։ Ցիրկը մի քիչ ուրախ տեղ է, տխուր ցիրկին։ Վաղը ցեղասպանության հերթական տարելիցն է։ Մենք այն որ ասում է ամեն տարասկզբին, ամեն տարավերջին խնդիր ենք ունենում ու կորցնում։ Ցեղասպանվեցինք նաև էլի Արցախում։ Պարտադիր չի բոլորին մորթեին։ Իրենց բնորանից մարդկանց հանեցին։ Այս մասին ուզում եմ ձեր մտքերը հասկանանք։ Էլի վաղը գնալու ենք բոլորը ստիճերնակաբեր, չգիտեմ, էսը, այնը, ինչքան կարելի է։ Ամեն անգամ։ Ու հիմա էլ Արցախն ու արցախցին։ Գիտեք, դա շատ իմ տեսակետը այդ հարցում մի քիչ կարող է այլ լինի, բայց այնուամենայնիվ խնդիրը հետևյալն է, մենք մեր ղեկավարությունը եւ այն ժամանակ եւ այսօր եւ վաղը ես համարում եմ մեղավորը մենք ենք, այդ ղեկավարներն են, որ ղեկավարում է, եթե մենք նույն ձևի, ասենք, դուք օրինակ վերեցիք 15 թվական հետո Արցախում 92 թվականին Շահումյան, Մարտակերտ, Ասկերանի գյուղեր, Հադրութ, էլի նույն վիճակում էր, հանձնում էինք, գնում էին, ժողովուրդը դուրս էին գալիս, կարողացանք մեր մեջ ուժ գտնենք, ճիշտ կազմակերպենք եւ այդ խնդիրը դա չկատարվի։ Անցավ 26 տարի, որ պետք է մենք ավելի ուժեղանայինք, հասկանայինք արդեն մեր սխալները, բան, նորից նույնը կրկնեցինք 2020 թվականին, էլի նույն ձևի անհասկանալի իշխանություն, անհասկանալի կառավարում, որ չի կարելի, եթե անձը, ասենք, դու մի գումարտակ չես վստահի այդ մարդը ղեկավարի, այդ մարդը կամանդուշի արմի եք նշանակում։ Հիմա, բայց ինքդ էլ քեզ ասում ես, ես մեղավոր չեմ։ Լավ, ո՞վ է մեղավորը։ Եթե ռազմական գերատեսչության կառույցի ղեկավարը չի կարող այդ կառույցի ղեկավարը չի կարող այդ մարդը 270 կիլոմետր կառավարի, խես իրան նշանակել։ Ինչ ցուցանիշներով ես դու իրան նշանակել, ինչ է արել այդ մարդը իր անցած ճանապարհը, որ դա արժանի է այդ պաշտոնին։ Հիմա մենք ազգովին ասում ենք, օրինակ, Նժդեի մասին, Դրոյի մասին, Անդրանիկի մասին, բոլորը եղել են 15 թվականին Արևմտյան Հայաստանում, չէ՞։ Խի չեն կարողացել կազմակերպեն պաշտպանություն ու երկիրը պաշտպանեն։ Պետություն չունեինք։ Մենակ պետությունը չէ, Արցախում էլ չկար պետություն 92-ին։ Հա, բայց ստեղծվեց, հետո նորից սկսեցինք հոշոտել։ Չէ, ստեղծվեց, դա մի այլ հարց է, ստեղծվեց եւ հետո սկսեցինք հոշոտել, այդ չէր պատճառը։ Պատճառը նա է, որ որովհետեւ մեկը չէր ուզում պատասխանատվություն վերցնի։ Այո, որ այսօր դու ինձ հետ հարցեր ես տալիս, բռնաբարեց, սպանեց, մորթեց, կախաղան տարաբան, այդ ցավը ինչից է գալիս։ Այն 92 թվականին, որ ժոսկի շատ գոշտ դրեցիր պաշտպանության խնդիրը լուծելու։ Այդ մարդիկ դրանից նեղացած են։ 2020 թվականին էլ ինչի՞ չհամաձայնվեցի, որ դու ասի գալու է նորից էլի կոշտ
բանանի, իրանք պատրաստ էին երկիր կորցնեին, բայց կարգ ու կանոն թող չլինի։ Հա, կարգ ու կանոն չլինի։ Մեր հասարակությունը, եթե օրինակ ուշադիր նայեք, 20 թվականին ում ընտրեց Արցախում։ Տեխնացուներից ամենաթույլին։ Խի առաջինը Հայաստանի իշխանությունները այդ ամենաթույլին պաշտպանեցին։ Հայաստանի ամբողջ ընդդիմությունը այդ ամենաթույլին պաշտպանեց։ Բացի Քոչարյանից, որը պաշտպանեց Վիտալի Բալասանյանին, պաշտպանելն էլ կտրվի։ Նույնն էր։ Ուզում էր այդ կոնկուրենտային կանոն, որ չի մասնակցում է մեկին պաշտպանում, այդ չի, խնդիրը տեղ չի։ Խնդիրը նա է, որ մենք անընդհատ չենք ուզում, որ երկիրը ճիշտ կառավարվի, պետական հարցերը լուծվի։ Մենք ուզում ենք թույլ լինի, Սուրիկի մոտիկը սա կգնամ հետը հարցերից կլուծեմ, ինձ կօգնի, ես մեկ այս մտքերով այսօր էլ ստեղ է կատարվում։ Ցեղասպանությունն է, արդյունքը հայրենիքդ կորցնելն է։ Սա իրականությունն է, բայց ով է վերցնելու իր վրա։ Այսօր Հայաստանի ամբողջ իշխանություն, ընդդիմություն, որը մասնակցել են այդ մարդկանց նշանակման, չէ՞, ասենք մեկը կոմանդուշի է նշանակվել, մեկը նախագահ է նշանակվել, ոչ թե ընտրվել, հա, բայց այդ անողները մեղավոր չեն։ Մեղավորը ով է։ Բաբայան Սամվելը։ Հա, հասկանում եք, դա մա ասում եմ, ժողովուրդ, մի քիչ այդ ցեղասպանություն ասածը մենք ինքներս մեր գլխին այսա կխոսենք այդ թեմայից, որ այսօր էլ ենք գնում այդ ճանապարհը։ Պարոն Բաբայան, հենց դա է ուզում։ Լավ։ Հիմա մենք ունենք իրականություն, ընտրություններ են, գարշելի մթնոլորտ է, համացանցային է, չգիտեմ, էսեն է, ամենքը ապացուցում է, որ իրենք ամենալավն են, լավագույնն են, պուպուշն են, հրեշք են, հեսա գալու են, փոխեն, սարքեն, ստեղծեն, չգիտեմ, մեկն ասում է, իշխանությունը ասում է, ինձ որ չընտրեք, հեսա կռվի մեջ եք ընկնում, պատերազմ է, ընտրեք, ես բերել եմ խաղաղություն, նրանք ասում են, չէ, եւ այլն։ Ձեր դիրքորոշումն եմ ուզում հասկանալ եւ ուզում եմ հասկանալ դուք այս ընտրություններում մասնակցում եք ձեր կուսակցությունը ժողովարել է թե չէ։ Որովհետեւ այս ընտրություններին ես չեմ մասնակցում զուտ այն պատճառով, որ ես սկզբունքորեն համարում եմ, որ քաղաքական դաշտում գործող բոլոր այդ ուժերը կամ չունի իշխանություն են թե ընդդիմություն, անընդունելի են եւ պետական որովհետեւ մեր երկրի ապագայի համար որովհետեւ ծրագիր չեն ներկայացնում, ժողովրդին խափում են, ասում են դու ինձ ընտրի պատերազմ չի լինելու, մեկն ասում է ինձ ընտրի, ես չգիտեմ ինչ եմ բերելու, մանանա եմ երկինքից իջեցնելու։ Երկուսն էլ չեն անում պետական որևէ մի ծրագիր չեն ներկայացնում, թղթի վրա ստից նենց ընդհանուր բառակապակցություններ են գրել տվել ժողովրդին, որ մտամ իրանք ինչ-որ խնդիր են ուզում լուծեն կամ լուծելու են։ Կներեք, մենք այս ճանապարհը ընթանալով գնում ենք բախման, ոչ թե Ադրբեջան, այս մեկ եմ, ոչ ամբողջ տարածաշրջան։ Ես սրա մասին հեսա քանի տարի է խոսում եմ, բացատրում եմ, բայց ուզում եմ տրամաբանենք։ Եկեք կարճ ասեք, ուր եք գնում, ինչ բախման եք գնում։ Կարճ մենք այն ուժերը, որը այսօր Հիմա կներեք, իշխանությունն ասում է, այս ճամփեն որ կա, թրիփաթ է, սողոմոնա, այս ճանապարհը մեր փրկությունն է, Հայաստանի բարգավաճումն է, զարգացումն է, գնալու ենք առաջ։ Այդ ճանապարհը մեր փրկությունը կլիներ, եթե մենք սմատրաշի չհրավիրեինք, բերեինք մեկին դնեինք, ասենք Թրամփը փողը տալու է, կառուցելու ենք այդ ճանապարհը, դրա համար 74% տանք իրանց, 26-ը մեր արտաքին գործերն էլ հիմնավորի, ասի գիտեք ժողովուրդ, քանի որ էսխի չեք խոսում, որ պարտքի դիմաց գույք տվինք, բան, ես մենք ասենք նրանք հեշտություն են արել, դուք էլ եք անում։ Չեմ ճկում ինչից ես խոսում։ Ասենք եւ փոխել է ժողովրդի իշխանությունը, որ չլինի դա։ Դու մի օրինակ ես բերում են հիս խալաս, մեզ դե բա որ իրանք արել են, մենք էլ ենք էլի անում։ Այսինքն սա ավելի տանելի պայմաններ է։ Այսինքն սա ինչ պատասխան է։ Սա ինչի մասին է խոսում։ Սա մեկ, երկրորդ։ Մենք տեսանք Իրանի հետ, Իրանի իսլամական պետության հետ այդ պատերազմը, ինչ որ հարձակումը, ինչ պատասխան տվեց արաբական ամբողջ աշխարհին եւ այլն։ Դրա մասին ես մի 8 ամիս առաջ հեռուստատեսությունով ասել եմ, որ ժողովուրդ Աֆղանիստանը հիշեք, Իրաքը հիշեք, այդ սաղ արել է Իրանը, պայթեցրել, բան որ ամերիկան տեղից դուրս գա։ Հիմա էլ բացահայտ ասում է, բազաները վերցրու արաբական աշխարհից եւ այլն։ Հիմա բերում եք դուք իր չափարի տակ
Այդ ամերիկացին առաջ քաղաքացիական մտամ, հա, հետո չգիտեմ ինչ ա լինելու։ Ձեզ թվում է, որ նրանք դա լուր փոս ընդունելու են։ Նորմալ է։ Հա։ Նույնն էլ վերաբերում է ռուսներին, հա։ Այսինքն մենք մեր հարևանների դեմ փորձում ենք ինչ-որ բան շահենք, բայց հարևանների հաշվին։ Այդ հարևանը քեզ պատժելու է, Սուրեն ջան։ Դու էլ չես ուզում լսես։ Քեզ բացատրել եմ, գրավոր գրել եմ քեզ ուղարկել, ասել եմ լսի, մի արա տենց, դու ինքդ ճանապարհը կառուցի, դու ինքդ քո հարցերը լուծի, սմատրաշի մի բեր։ Մի արա տենց բան։ Տրանզիտը դիր ադրբեջանցին մուծվելու է գնա։ Այսօր այդ որ ասма պատերազմ ա լինելու սեպտեմբերին։ Այսօր միակ Հայաստանի Ադրբեջանի սայուզնիկը դա Հայաստանն է։ Ադրբեջանը որևէ պարագայում Հայաստանի վրա հարձակվելու ոչինչ չունի։ Հենց որ հարձակի իրան հոշոտելու են։ Պատճառ է իրանց պետք որ հոշոտեն։ Պատճառ, ուղղակի, թե Պարսկաստանին, թե Ռուսաստանին։ Հասկանում եք, դա համար որևէ պատերազմի խնդիր չկա, կա պատերազմ տարածաշրջանային, հա, Ցենտրալնի Ասիայի, Կենտրոնական Ասիա, Կովկաս ու Թուրքիա։ Ընտրություն ա գնում։ Այն Եվրոպա բան, այս երեխեքը որ խափում են, հեսա գնում ենք Եվրոպան քեզ չի էլ ուզում։ Դրա մասին չի էլ խոսում։ Ամերիկայի պրեզիդենտը հայտարարում է մի ամիս առաջ, ասում է Կովկասը դա ռուսական ազդեցության գոտին է։ Ինչ ասում։ Ինչի մասին եք խոսում։ Ժողովուրդ, մենք պետք է ինքնուրույն մեր ճանապարհները կառուցենք, որտեղ ճանապարհները դա երկաթուղի ճանապարհ, նավթամուղեր, գազամուղեր, էլեկտրականություն, այդ ամբողջը Հա, բայց երկաթուղին էլ Յոլդաշ Քոչարյանը տվեց բանին, ռուսին։ Մենք դու էլ եկել ես Յոլդաշ Սուրենն էլ տալիս է ճանապարհը։ Այո, Յոլդաշ Նիկոլն էլ այսպես է, բա ո՞նց են կարել։ Բայց էլ դա եմ ասում եմ, այդ խնդիրները պիտի լուծենք։ Եթե տվել ես մեկին, քեզ պետքա ցարի ժամանակ կառուցած երկաթուղի է։ Այսինքն այն վաղ չի եղել տեխնիկա, տեխնոլոգիա, որ սարերը ճղելով, կարճացնելով, արագություն ապահովելով կառուցես այդ ճանապարհները, ճիշտ է։ Հիմի պետք ունես դրան։ Հիմի ամբողջ աշխարհը Պանամսկի կանալը դրել է կոնտրոլի տակ, այսօր Ամերիկայի ամբողջ քաղաքականությունը բոլոր խողովակներով, բոլոր ճանապարհները վերցնել իր հսկողության տակ։ Դու էլ կամավոր տվել ես այս մեկը։ Հիմի լավ, ինչ եք ուզում անեք։ Այդ ճանապարհները տվել եմ Ռուսաստան քեզ։ Խնդրեմ, եթե այս ծրագրով կառուցես, ապահովես 250 սկորոստ արագությունը եւ այլն, էլի կառավարի։ Եթե չես կարող, ես եմ անում։ Դե կարծես թե այդ հարցը դնում են այդպես։ Այդպես չեն դնում։ Այդպես չեն դնում։ Ասма գնանք էլի տրեց սմատրաշին բերենք։ Նայել ասма չի լինի, դե յորո սմատրաշի չի լինի։ Մենք ենք։ Հենց ստեղ է խնդիրը։ Մենք ուրիշի կռիվը մեր վրա ենք վերցնում։ Այսինքն Ադրբեջանը լինելով կամուրջ կենտրոնական Ասիա, Չինաստան, Ադրբեջան, Հայաստանի մեղրի տարածքով շրջանցելով անցնի բան, մի շաբաթ առաջ Ֆիդանը հայտարարում է, ասում է մենք պետք է Հայաստանի ճանապարհը բացենք եւ լինենք խաբը։ Խաբը հասկանալի է, չէ՞, ասենք պահեստներ, գազ, նավթ, ծորեն, ինչ ասեց, հացահատիկ եւ այլն, պայստավոր ենք, որ ստեղից կերակրվի ամբողջ Եվրոպան, իր դերն է բարձրացնում եւ այն Թուրքիան որ անընդհատ ասում է Ադրբեջանը ոնց որոշի տենց ալինելու, այս մեր Երևանում չեն հասկանում ինչ ասում, որտեղ Ադրբեջանը դա կամուրջն է, բայց ավելի գլխավոր կամուրջը դու ես, դու իմի այդ հարստությունը, որ այդ ես գրավոր այսպես գրել եմ, ուղարկել վարչապետին, վաղուց, մի տարի առաջ, փետրվար ամսին, որ այդ ճանապարհով գազը, նավթը եւ այլն տանելու են, դեռ Հայաստանը պետք է իր պարտքերը դրանով, այդ որ պարտքերից վերցնում, դրանով փակվի, այլ ոչ թե 10 Ամերիկային, հետո ամերիկացին էլ դերից հայտարարում է, ասում է, այդ հարևաններով հավաքվեք, այդ ներդրումը արեք։ Չի ասում, մենք նա դնում այդ փողը, ասում է հավաքվեք, ներդրումը արեք։ Սա մեկ երկրորդ, այս վերջում է էլի նույն վարչապետը, ասում է Կասպյան ավազանից ես չեմ իմացել, որ բանը Հայաստանի Թովուզ Իջևան Գյումրի Ղարս ավելի մոտիկա, քան է մնացած տեղերով։ 615 կիլոմետր անում, էլի գրավոր գրել եմ մի տարի առաջ իրան ուղարկել։ Շատ լավ էլ գիտեր։
Շատ լավ։ Կարող է չի կարծում։ Չի կարծում, դա համար ասում եմ պետության համար մտածեք, պետությունը եթե չի կարող զարգանալ, եթե չունի կոմունիկացիաներ, ճանապարհներ, եթե իր տարածքով անցնող նավթը, գազը եւ այլն, այդ խնդիրները, էներգետիկ ռեսուրսները պետք է ինքը կարողանա ինձ բարձրացնի, էժանացնի գները, որ հրապուրիչ լինի բիզնես դնելը մեր երկրում, սա մեկ, երկրորդը մեր հարևանների օրենսդրական բազան կարողանա ուսումնասիրի, գրեն այն ձև օրենք, որ էլի ավելի լավ օրենքներ լինի, հա, որ բիզնեսը մտնի ստեղ, քան այն ինչ որ կա։ Մենք դրանից խոսելու, մեր ժողովրդին դա ներկայացնելու փոխարեն, ինչից ենք խոսում։ Պատերազմից, վախեցնում են, գիտենք, որ սա մեր ժողովուրդը վախում, հա, ասում է լավ է խաղաղություն։ Դե ասում է, բանը կաթից վարվողը թանը փչելով է խմում, ժողովրդին հասցրեցին մեր կառավարիչները, թե նախկին, թե ներկայիս իրավիճակին։ Լավ, պարոն Բաբան, չեք մասնակցում ընտրություններին, ասում եք չեմ մասնակցելու։ Բա ուր, ասենք դուք մեկել, ես էլ չեմ մասնակցում։ Չէ, ես մասնակցում եմ, գնում եմ ընտրության, բայց բոլորին ջնջում եմ, էլի։ Պարզ է, բայց ինձ համար, ասենք ես չեմ ուզում իմ հոգու իր մեղք վերցնեմ։ Ես գիտեմ, որ Փաշինյանն է ընտրվում, հա, մենք գնում ենք այս տարածաշրջանը խաոսի։ Հայաստանը մի տարուկեսից որ կամացով մտավ ճանապարհը, սկսեց ճանապարհը կառուցելը, Պարսկաստանն ու Ռուսաստանը իր քայլերը անելու են շատ ժոստկի ու խնդիր։ Այդ տնտեսական վիճակը այնձև են բերելու, որ այս երկիրը չի դիմանալու դրան։ Կտեսնենք, Աստված ոչ անի դրան հասնենք։ Հասկանում եք։ Էմի կողմնա գալիս Սովետский Союз։ Սովետա։ Հիմա չես հասկանում սա։ Դու ասում ես դե գնա սրանց մեկին ընտրի, ասում եմ ոչ մեկին չեմ ընտրում, ընկեր, չեմ ուզում նման պատասխանության տակ մտնեմ։ ծանր է։ Պարոն Բաբայան, պատճառաբանությունները, ճիշտն ասած, մասնագետները երևի թե կարող են պատասխանել, բայց այնքան տրամաբանական է, ինչ դուք ասում եք։ Այդ ձեր լեզվով ասած смотрящий չբերելը շատ ավելի ճիշտ կլիներ, բայց գուցե այսպես ասած աշխարհի հզորները չեն կարողանում հանգստանալ, մեկ էլ չեն կարողանում չի ասել։ Այդ смотрящий կոչվածը բերում ենք, ինչ անենք։ Մենք միշտ մեր պատմության ընթացքում նոր ասում էինք, որ ցեղասպանություններ, այսօր 15 թիվ այսօրվա ցեղասպանությունը նորից նույն ճանապարհն են գնում։ Նորից նույն ճանապարհը, նույն սխալն ենք դուք։ Քանդում ենք բզեզի բուն։ Աշխարհը այս փուլում վերադասավորման փուլ է ընթանում։ Ազդեցության գոտիները մեկը մեծացնում, ամեկը փոքրանում, ամեկը տարբերում։ Հիմա մենք այդ ընթացքում էլի շուտ ենք անում թռնեք մի ուրիշ նավ։ Ասում եմ կաղնեք տղերք, կաղնեք, ոչ մի տեղ մի գնացեք։ Այդ Եվրասիական միությունն էլ սառեցրեք, մյուսներ, ինքնուրույն ոնց որ Ադրբեջանը Վրաստանն անում։ Ինքնուրույն երկկողմանի պայմանագրի շրջանակում աշխատեք, ինտեգրվեք դեռ այս 3 պետությունը իրար հետ, ձեր հարևանների հետ ամիջական ինտեգրվեք, տնտեսական, քաղաքական, հասկացեք, ինչա, նոր միայն երբ որ կվերադասավորվի այդ գերտերությունների իրանց ազդեցության գոտիները, Սուրեն ջան, Եվրոպա կլինես, թե SNG կլինես, թե որտեղ կլինես, այն վաղտը կորոշես։ Դու ասում ես, չէ, սպասի, Արամ Զավենիչ ասում է շուտ արեք, բանը նավը նստեք, գնանք խորհրդակվենք։ Ասում եմ կաղնի, մի արա տենց։ Հասկանում եք, հիմա մենք գնում ենք թուրքալեզու ժողովրդի հետ տնտեսական, քաղաքական ինտեգրման։ Սպասարկում ենք այդ շահերը, մեզանից անկախ, աշխարհագրական մեր դիրքից եւ այլ։ Երբ որ ասում ես մեղրի, այս մեկը մենք ես էլ օրինակ բերի կենտրոնական Ասիա, Կովկաս եւ այլ։ Հիմա, բայց անում դրես Եվրոպա։ Խի, որտեվ Եվրոպայի հետ Ադրբեջանը պայմանագիր է կնքել, այս վերջերքներ։ Գազի, նավթի, որ կենտրոնական Ասիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի գազը, նավթը տեղափոխվի
Ադրբեջանով հոսա դեպի Թուրքիա, Թուրքիայից էլ մատակարարվի։ Թուրքիան էլ ազդեցության մեծ ազդեցություն ունենա։ Քիչ ունի էլի, ուզում ենք էլի մեծանա։ Ու դրան օգնում ենք մենք, ճիշտ է։ Ես գտնում եմ, որ այսօրվա վարչապետը տղամարդություն պետք է ունենա, հենց իր ժողովրդին դա բացատրի։ Այն ոչ թե պահկվի սրտից Եվրոպա են գնում, Ամերիկա, Ռուսաստանին մի օր դեմ ենք, մի օր հետ ենք, մի օր էս մեկն ենք, դա մար ասում եմ, տանը մեկ մի հատ շիլափլավի մեջ գցեք մեզ, մեր ժողովրդին մի արեք տենց բան։ Եթե խելքներ կտրում չի, բացատրում են, գոնե արեք։ Դուք գնում եք մեկը ականջիդ փսփսում ասում ես Թուրքիան լավն է, ազդեցությունը մեծ է, 100 միլիոն է, 100 միլիոնի հետ չեն կռվելու։ Այո, այդ 100 միլիոնը հետ որ խոսում եք, այդ 100 միլիոնի հետ այդ մեջտեղի ընկած 3 միլիոն ժողովուրդ ասում է լսի, այ հարևան պարսիկ կամ չգիտեմ, ռուս, որ թողեցին մեզ մենակ այս երկուսի արանքը, հիմի ես ինքնուրույն պետք է իմ հարցերս լուծեմ, իրանց հետ հարցերս ես չեմ կարա քո շահերն էլ պաշտպանեմ, իմ հարցերն էլ լուծեմ։ Դա կարելի է խոսել։ Կարճ ասեցի, բայց ոչ թե այդ ձև ինչ որ գնում ես երրորդ մարդը բերում են էլ ասում ես քիչ էլ մի հատ էլ ես բերում վրես։ Ասենք ոնց ես դու հասկանում, երբ որ դու ինձ ասում ես ես ու դու մոտիկ ընկերներ ենք, հա? Ես դու պետք է հանդիպենք ինչ-որ մի հարցի շուրջ խոսենք, դու գնում ես մեկին բերում, Պողոսին բերում ես իր մոտ։ Հիմա Պարսկաստանի պետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը քեզ հարց է տալիս, ասում է ես քեզ համար ինչ վտանգ եմ ներկայացնում, որ ռուսական ուժեր կամ ամերիկյան ուժեր կամ որևէ մեկին բերում ես այդ սահմանը։ Ինչ վտանգ եմ ներկայացնում, դե պատասխանի։ Այս ամբողջը մենք մեր ձեռքով գնում ենք նորից այդ անդունդը, հետո մարդ ենք ման գալու, ով է մեղավորը եղել։ Ինչ այսօր դուք բարձրաձայնում եք, դա երկրորդը մենք պարլամենտական պետություն ենք հայտարարել, ասում ենք կամ վարչապետը, վարչապետ եք ընտրում։ Հա, մենք վարչապետ չենք ընտրում, մենք պարլամենտ ենք ընտրում, падգամավոր, որը որ բազմակարծություն լինի, այդ պարլամենտում 4-5 ուժ լինի, Հայաստանի Հանրապետություն չկա մի քաղաքական ուժ, որ 50+1 է։ Չկա տենց ուժ, ով որ իրան խափում է, որ ինքը կա, հա, իշխանություն ունես, զնդանները գցում ես, սեղում ես, անվտանգությունով բանով փորձում ես դրան հասնես, բայց չկաս, չկա նման բան։ Հանրապետականն էլ էր անում, հենց իշխանությունը կորցրավ, զորացավ, 5%-ը չկարողացավ անցնել։ Հիմա մենք ինչ ենք ընտրում, վարչապետ թե պարլամենտ։ ասում է երկուսը միտեղ։ Երկուսը միտեղ չի լինում, որովհետև եթե պարլամենտը ընտրել ենք, ես ու Սուրիկը պետք է իրար հետ բանակցենք ծրագիրը, սինտեզ ենք երկուսից մեկը դարձնենք եւ տեսնենք մեր թիմերից ով է վերցնում էսա իրագործելու, չէ՞։ Մենք այն գլխից ասում ենք, չէ, վարչապետը Սուրոնն է։ Այդ մարդը չի կարողանալու այս ծրագիրը իրագործի, ոնց եք դուք արդեն որոշել։ Այսինքն, բարձ խաբեբայություն է 30 տարի։ Այսօր չի։ Բարձ, եթե նախագահ եք ընտրում, սահմանադրությունը փոխեք նախագահ ընտրեք։ Ցար եք ընտրում, փոխեք ընտրեք, բայց մի խաբեք ժողովրդին։ Հիմա դու ինձ ասում ես, բեր դու էլ մասնակցել ես խաբեբայությանը։ Չէ, ես չեմ ասում, ես ասում եմ ինչու չեք մասնակցում կամ մասնակցում եք թե չէ։ Այդ ինչ հիմա փաստաթուղթ եք բերել, ուզում եի հասկանալ, որովհետև ես շատ երկար եմ լռել, չեմ փորձել սրա մասին խոսեմ, ընդհանրապես բացատրեմ, որովհետև գործող իշխանությունը ասում է 91 թվականից է Արցախը հանձնած, ոչ մի ժամանակ չի եղել, հետո 99 թվականին Ստամբուլում արեցիք, մեկն ասում է դուք բանում 2022 թվականին Բրյուսելում հայտարարեցիք եւ այլ եւ այլ։ Սա այն փաստաթուղթն է, ինչ որ մեր ժողովուրդը 26 տարի է խափում ենք մեր ժողովրդին, խափել են, որ մենք ունենք Ադրբեջանի հետ պայմանագիր, խաղաղության պայմանագիր է կոչվում։ Մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր չենք ստորագրել։ Այս փաստաթուղթն է այդ խաղաղության պայմանագիրը, որի կադրերը Հայաստանի հեռուստատեսությունով ցույց են տալիս, բայց փաստաթուղթը չի երևում, որը եղել է 94 թվականի մայիսի 16-17, 17-ին ժամը 12-ին այս տեքստը պետք է Մոսկվայի Գլավնի շտաբում ստորագրենք, դրանից հետո խաղաղությունը հավերժ լինի, եվրոպական, ռուսական ուժերը մտնեն առաջի գիծը վերցնեն,
եւ միջև Ղարաբաղի հարցի քաղաքական լուծումը։ Դա չենք արել, որ Հայաստանի իշխանությունները եւ Արցախի սեպարատ ներքին կարգով առանց այդ դելեգացիայի որ պայմանավորվել են, որ կռիվը կաղնեցնում են, Ալիևի վիճակը լավ չի, մի քանի ամիս, նայից հետո կտեսնենք, տենց կաղնեցնում են, որ հիմի ստորագրի կարող է իշխանափոխություն լինի, իրանց ձեռք չտալիս, մի խոսքով, Ֆրանսիա, Ռուսաստան, Լևոն Տեր-Պետրոսյան, մեկ էլ Ադրբեջան, իրանց թիմերով պայմանավորում են հետաձգում երկու անգամ, դա մարդ փաստաթուղթ են ստորագրում մեծ պայմանագրի համար, սա մեծ պայմանագիրը, որ չի կատարվում, մենք այսօր կողմերը ինչ են ասում։ Մեկն ասում է երկիրը եղել է, այս մեկն էլ թազանել եկել, ասում է Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջան։ Ղարաբաղը չի եղել Ադրբեջան, այս փաստաթղթի համաձայն, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները 94 թվականի մայիսի 17-ին, որ Ադրբեջանը դելեգացիան Մոսկվայից փախել է, հետները գնացել է Կազիմիրովի գրքում սրա մասին գրած է, կարակ ծանոթանաք, որ մեզ տային 5000 սնարյադ Միրբաշիրի խնդիրը լուծենք, դրանով ավարտվի այդ ամբողջը, այս փաստաթուղթը ստորագրվեր, կռիվը վերջանար, Միրատորսկի ուժերը մտնեին եւ այլն։ Մենք դա չենք արել, դրա մասին 2022 թվականին Շուշիում Ալիևը, փոքր Ալիևը արդեն Ուկրաինայի լրագրողի հարցին, որ դուք ինչ խորհուրդ կտանք, մենք ինչ կարանք անենք, ասեց դուք պետք է մի ոչ մի բան չստորագրեք, վիժեցնենք, մեր նման լավորի սպասենք։ Այդ լավորի սպասած փաստաթուղթն է սա, որ չենք արել, լավորին սպասել են, բերել մեզ այս վիճակին։ Հիմի սրա մասին չեն ուզում այդ պատասխանությունը վերցնել։ Գործող իշխանությունը խիչի սրա մասին խոսում, որտեղ իրան ձեռ չի տալիս։ Իրան ձեռ չի տալիս, որտեղ ինքը ասում է 91 թիվ, 99 թիվ։ Սրա մասին չի ուզում խոսի, որ Ղարաբաղը ձեռն է եղել, դուք ձեր անտարբերությունով այդ մեծամիտ լինելով տվիք Ադրբեջանին։ Այս է խնդիրը։ Փաստաթուղթը քեզ տալու են, որ ձեր հրապարակեք դեռ մանրամասը, կետարկեր, գյուղարգյուղ, գրած է, որտեղ պիտի հեռանա, որտեղ պիտի կաղնի, ինչ պիտի անի այդ գումարը, ով է վճարելու այդ Միրատորսկի ուժերին, Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղ, մի տոկոս էլ Ռուսաստանը, սա գրած է։ Այսինքն որ պիտի ստիպվեր, որպեսզի Ադրբեջանը դա անի, մենք չստիպեցինք, գնացին ներքին երկխոսության եւ մենք ստացանք այն ինչ այսօր ստացանք։ Այո, դրա փոխարեն հիմի Ադրբեջանը ինչ է ասում, ասում է համանadrությունը փոխի, ասում է ինքը չի գնում։ Ինքը չի գնում ոչ մի ներքին խոսակցություն։ Ասում է համանadrությունը փոխի, մերոնք էլ ասում է, հա փոխում ենք, բայց բերեք սուսանենք, այս ընտրությունը հորոմորով անենք, հետո դրանից հետո խոսենք դրանից։ Դա հետո դա էլ արեցինք, մեկը մտար ճանապարհը, այսօր ոչ Պարսկաստանը, ոչ Ռուսաստանը չի հավատում, որ մեղրի ճանապարհը կառուցվելու է, հա? Չեն հավատում։ Ուղղակի։ Որ օր տեխնիկա մտա, որ սկսի աշխատելը, տնտեսական մեծ բլոկադա են անելու, բոլոր առումներով։ Իրանց ձեռքի տակ ինչ կա, չկա, օգտագործելու են։ Դրանից հետո Ռուսաստանը եւ ԵՄ-ը իրանց տապորնի ձևերով փորձեն հարցեր լուծեն։ Մենք տանում ենք այդ ճանապարհը։ Ես մեր ժողովրդին քաղաքական դաշտին կոչ եմ արել, որ ես վերջեք մի հայտարարությունով, որ իրար եկեք մի հատ հասկացեք էլի, ինչ եք անում, լուծում։ Ինչ արդյունք են ունենալու։ Այս փաստաթղթի պես մի այո, հենց դա համար եմ այս փաստաթղթի մի խոսում, որ գալու ենք դες մի փաստաթղթի, որ ավելի խայտարակ վիճակա լինելու։ Մի արեք դա, մի գնացեք այդ ճանապարհը, դա կործանարար է։ Ցանկացած ընտրություններից հետո ես կցանկանայի, որ մեր հասարակությունը համախմբվեր, միավորվեր ու մի մեխի խփեին, որտեղ դժվարություններ է սպասում, հա։ Բայց մենք ինչ ենք անում, մենք պարակտում ենք Ղարաբաղցի, Հայաստանցի, կերակիրար, սա առավոտի ցիրիգուն դա է։ Առավոտի ցիրիգուն։ Մարդուն ասում ես փախել է։ Կներեք, էլի մի քիչ երկարացնեմ։ Մարդը, երբ որ Արցախի հանրապետությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
խնդրել է, պարտադրել է, որ Ղարաբաղը հայտարարի անկախություն, որպես որ հողային պահանջ չլինի Հայաստան, հա, որ դա Ղարաբաղը ինքնորոշման խնդիր է լուծում։ Մենք որպես Հայաստան օգնում ենք ուղղակի։ Սա քաղաքական որոշման, որը կայացրել են, հիմա այսօր դուք լրագրողներով Ղարաբաղ քֆուր եք տալիս, ասում եք խի անկախացակ։ Այն հարևները ինչ կապ ունեն դրա հետ։ Դուք եք ասել տենց արեք։ Բայց ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Դրանից հետո 99 թվականին 99-ի վերջին 2000-ի սկզբից Սերյան Օհանյանը Վաղարշակ Հարությունյանի հետ մի հատ ղազագիր են ստորագրում, որ Ղարաբաղի բանակի կոմանդուշի արմիայի կարգավիճակը իջեցնել անում մնա արմիա, բայց դիվիզիա սարքեն, լիազորությունները բերեն ստեղ։ Վերցնում են լիազորությունը ինքնուրույն Հայաստանի Հանրապետության անվտանգության դոկտրինայում էլ գրում են, որ Ղարաբաղի անվտանգության երաշխիքը Սուրիկն է։ Ապարում բաբան, բայց Օհանյանը այդ ժամանակվա նախագահի հրահանգով են արել, Քոչարյանը չէր։ Ես նայեք, տեսնում եք, հա, իհարկե Քոչարյանն էր, Սերժ Սարգսյանն էր անվտանգությունը ղեկավարում, բան, հիմա այս մարդիկ դա արել են։ Եկել է այսօրվա գործողը 18 թվականին, 19 թվականին այդ դոկտրինան փոխել է իր ուզած ձևի գրել, նույն ձևի գրել է մեջը, որ ինքն է երաշխավոր այնտեղ։ Այո, եւ մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 20-ը բանակը ենթարկվել է իրանց, չեն տվել։ Հիմա քաղաքացի Սուրենը, որ թողել է դուրս եկել այնտեղից, ինչ մեղ կա գործել։ Այսինքն դուք, որ երաշխավորն եք, բանակը ձեր ենթակայության տակ, մոբիլիզացիա չկարել, բացի դրանից այն նախագահան չի ընտրվել, նրան նշանակել եք դուք, էլի, եւ այլ, բայց ասում ես մեղավորը ժողովուրդն է, թաղեմ դրանց չկռվեցին, թողին փախան, այս արին, այն արին, նրանք 99 թվին 90-ականներին, որ իրանք էին պատասխանատու, դուք երաշխավոր չէիք, տղերք, դուք օգնում եք մարդկային ռեսուրսով, փողով, ուտելիքով, ամեն ինչով օգնում եք, բայց պատասխանատուն դեղ էին։ Այսօր վերցրել եք ձեր վրա պարտվել։ Հա, պարտվել եք։ Հիմա ասում եք, գիտես, բայց մեղավորը Սուրիկն է էլի։ Արա ասում եմ, Սուրիկը ոչ մի մեղ չունի։ Ես միջև վերջի օրը խնդրել եմ, որ այդ բանակը գոնե, որ արդեն բլոկադայում են, ենթարկացրեք այնտեղ, էլի չեք համաձայնվել։ Հա, դրա, չէ, ուշ չի եղել, ոչ մի ժամանակ, ոչ մի բան ուշ չի լինում։ Ցանկություններ պետք, մարդու կամքապետք, որ այդ խնդիրները Պարոն Բաբայան, չգիտեմ, մտածելու տեղիք է տալիս, այո, այդ ձեր ասած սմատրյաշչին, արժեր թե չարժեր, գուցե մենք փակողու մեջ էինք, չգիտեմ, ես չեմ կարող պատասխանել, բայց այն ինչ ասում եք տրամաբանական է եւ կարծես թե վտանգը շոշափելի։ Այնուամենայնիվ, ամփոփենք այսօրվա մեր զրույցը, շնորհակալություն, որ համեցաք, կարծես թե սպառիչ ասացիք այն ինչ ունենք եւ այն ինչ տեղի ունեցավ եւ ինչ կարող է տեղի ունենալ։ Ձեր գործունեությունը դադարեցնում եք այլևս, թե պիտի շարունակեք։ Ես ընդհանրապես չեմ կարող։ Դրանպես է ձեր ասած վայ դա Ղարաբաղցիա թաղեմ դրան, մյուսերը Հայաստանցիա խորեմ դրան, բան, այս վիճակը մեզ խիղճում է։ Հենց այդ մթնոլորտի համար ես չեմ էլ ուզում, որտեղ օգտագործեն Ղարաբաղցիա, հատը մի հատ էլ Ղարաբաղցի գալիս իշխանությունն է ուզում, էս է ուզում, բան, դա մար քեզ հետ է սպահում մի փուլ, որ թող մի հատ հասկանան ինչ է կատարվում, մեր հասարակությունն էլ լսում է երևի այն ինչ խոսում ենք, հետո երբ որ իրականությունը կկատարվի կգնահատեն, էլի ճիշտը որն էր, որ ճանապարհ ընտրեցինք, որ ինչի եկանք այս վիճակին, հա, սա մեկ երկրորդն է, որ ասում եք, խոսում ենք նրանից, որ Սմատրաշի Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է 7 պետություն, շահեր, Ամերիկա, Հնդկաստան, Չինաստան, Վրացքաստան, Թուրքիա, Ռուսաստան, հա, Եվրոպան էլ միացյալ, բոլորը ստեղ են հիմի, ստեղ, Փաշինյանի շնորհիվ,
հրավիրել է, այն որ պակասեր եկել են լրացրել։ Հիմի ո՞նց եք դուք պատկերացնում, բոլորինը տարբեր շահեր ունեն։ Մի Ղազանի մեջ սրանց գլուխը ո՞նց եք ուզում եփեք, տղերք, մեր կարակ հասկանալ։ Չէ, էփողը չի իմանում, էփողը ենթադրում է, որ ինքը իմանում է, այս բասկական պատերազմից հետո հասկացա, որ ինքը չէր իմանում։ Ինքը 74% անիմաստ գրեց։ Հիմա ուզում եմ ինքը ելնի, ասի, հա տղերք սխալվել ենք։ Պետք է դզենք, այս ամբողջը փոխենք, որ մեր վրա կրակ չվերցնենք։ Ես դրա մասին եմ մտահոգ։ Դա Աստված, շնորհակալություն եւս մեկ անգամ կհանդիպենք, առողջ կացեք։